Դուք գործարարալիքին եք միացել, հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, 106 եւ 5 հաճախականությունն է սա եւ թվային հարթակներում կարող եք նաեւ դիտել մեր հաղորդումները։ Թարմ ուղեղով այսօրվա իմ զրուցակիցը Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն է, Տիկին Գրիգորյան, բարի օր։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ սեպտեմբերյան այս թեժ իրադարձությունների ընթացքում ժամանակ եք գտել ու կարողացել եք գալ մեր տաղավար։ Սիրով, ձեզ մոտ միշտ սիրով։ Շնորհակալ եմ շատ։ Այ մեղադրանքները դեռևս շարունակվում են ձեր գործընկեր թիմի կողմից, ընդդիմադիր թիմի մյուս պատիվ ունեմ խմբակցության ձեր թիմի հանդեպ, որ այ դուք ոչինչ չեք անում, որպեսզի իշխանափոխություն տեղի ունենա եւ իմպիչմենտի հարցը մնացել է օդում։ Ոնց եք այս մեղադրանքները շարունակում տանել եւ ընդունում եք, թե ամեն դեպքում պարզապես հաշտվել եք այդ դրանց հետ, ինչ արձագանք ունեք։ Նախ մեր անմիջական գործընկերների կողմից նման հայտարարություններ կարծես թե չեմ մտաբերում, որոնք այտենց ուղիղ մեղադրեին մեզ, որ բա գիտեք դուք ոչինչ չեք անում։ Միգուցե նրանց սատարող որոշակի անհատների կողմից դաշտ են նետվում այդ թեզերը հատկապես իմպիչմենտի հետ կապված, բայց երբ այդ հարցադրումը հնչում է, որ մենք ոչինչ չենք արել, հարգելի Մոնիկա, ես վստահ եմ քաղաքական անցուդարձին հետևող յուրաքանչյուր ոք եւ դուք էլ տեսել եք այս տարիների ընթացքում քանի փողոցային շարժում ենք մենք նախաձեռնել իրականացրել, որ ցավոք սրտի ցավոք իր վերջնական արդյունքին չի հասել, բայց ասել, որ մենք ոչինչ չենք անում, դա հեչ ազնիվ մոտեցում չի իրավիճակին։ Դե ասում են օրինակ վերաբերում է կոնկրետ ներողություն եմ խնդրում, այն ժամանակ ասում էին, որ երբ իրենք էին նախաձեռնում, այդ խոսակցությունները պտտվում են, ձեր գործընկեր թիմը ձեր կողքին էր, բայց երբ որ նախաձեռնությունը արդեն իրենց կողմն է, դուք այլևս չեք աջակցում։ Այն որ դիմադրության օրինակ շարժման ժամանակ մեր գործընկերները մեր կողքին են, այո, դա այսինքն փաստ է, բազմաթիվ վիդեոներով ապացուցված, այդտեղ հարց չկա։ Այլ բանը, երբ հիմա խոսքը գնում է իմպիչմենտի մասին, մենք այդտեղ մեր դիրքորոշումները հնչեցրել ենք եւ մեր գործընկերներին ասել ենք, որ պետք է ավելի բաց ու ազնիվ լինել մեզ հետ։ Շատ մի այսպես հստակ հասկանալու թե ճանապարհային քարտեզը որն է։ Իրականում իմպիչմենտը ենթադրում է 54 падգամավորի կողմ քվեարկություն, որը ենթադրում է ԿՊԱ-ական падգամավորների ներգրավում գործընթացին։ Իսկ դա առանց փողոցային պայքարի ուղղակի հնարավոր չի։ Հիմա երբ մենք մեր գործընկերներին հարցնում ենք, դա երբ է նախատեսված, ոնց է նախատեսված, միգուցե դա պետքա քննարկել, թե չէ այդ ուղղակի ստորագրությունները բավարար չեն, պետքա փողոցային ամբողջական process, որից հետո կնախաձեռնվի բուն իմպիչմենտի գործընթացը։ Ես հիշում եմ, որ օրինակ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլ 24-ին Ծիծեռնակաբերդում իր ճեպազրույցի ժամանակ ասում է, որ մենք պատրաստվում ենք փողոցային պայքարի, այդ հայտարարությունը հիշում եմ, բայց ցավոք դրանից հետո որևէ ավելի կոնկրետ գործողությունների բան կարծես թե չի հայտարարվել եւ մենք մեր գործընկերներն էլ ասում ենք, եթե մենք իսկապես ուզում ենք գործընթաց արդյունք ունենալ, գործընթացի վերջում արդյունք արձանագրի եւ ոչ թե այսպես ծիճկայի համար ասենք, էս էլ արեցինք, որը եթե չիրականանա իր բազում բացասական հետևանքները կունենա, մենք այդտեղ ցավոք սրտի չենք տեսնում այն հստակ ճանապարհային քարտեզը, որը մեզ թույլ կտար ենթադրելու, որ մենք գնում ենք արդյունքի հասնելու եւ ոչ թե ուղղակի ցույց տալու, որ այս գործիքն էլ օգտագործեցինք։ Այ իմպիչմենտը հավանական չէ, փողոցային պայքարն էլ կարծում եմ իրեն սպառել է ինչ որ իմաստով եւ մարդկանց մոտ այդ, չգիտեմ, իրավիճակը, որ իմաստ չունի ամեն դեպքում կրկին նույն սցենարն է լինելու, արդյունքը նույնն է լինելու, ինչու երրորդ տարբերակը, այսինքն ընտրություններին ավելի ակտիվ չեք պատրաստվում, թե ամեն դեպքում այդ ակտիվությունը կա։ Եթե համեմատենք իշխանության ֆոնին, կարծում եմ пассив եք։ Դե իրականում մշտապես ցանկացած իշխանություն շատ ավելի մեծ լծակներ ունի նաև ընտրական process-ին նախապես ավելի պատրաստ լինելու համար, այսինքն տեղում ունեն բոլորը կառույցներ, նույն մարզպետարաններ, քաղաքապետարաններ, որոնք որ նաև իրենց ներկայացուցիչները ունեն, այսինքն լծակների առումով շատ մեծ հնարավորություններ ունի իշխանությունը։ Երբ ասում եք, բա ինչու չեք պատրաստվում ընտրություններ, մեր ասածն էլ այն է, որ առաջիկա հիմնական գործընթացը լինելու են ընտրությունները, եթե այո, ստացվի այնպիսի իրավիճակ, որ հնարավոր լինի միջև ընտրությունները հեռացնել։ Մոնիկա, ես իսկապես մի վարքյան, որևէ մեկը թող չկասկածի, մի վարքյան չենք վարանելու այդ գործընթացը իրականացնելու ենք։ Բայց համապատասխան միջավայր է պետք եւ համապատասխան տրամադրվածություն։ Ցավոք սրտի իմ ամենօրյա շփումները մարդկանց է ցույց է տալիս, որ այն ռեպրեսիոն մեխանիզմը, որ հիմա իրականացվում է իշխանությունների կողմից, մարդկանց, այսինքն երկար մտածելու տեղ է տալիս, դուրս գալ հիմա փողոց, թե դուրս չգալ, որովհետև այն փոքր բուտկա
ունեցող բիզնեսմենն էլ, հա, գիտի, որ իր այդտեղից հարկայինը որ հաստատ է գալու, եթե չասենք, որ իրան կալանքի կարող են տանել, ձերբակալել, ընտանիքի տարբեր անդամների նկատմամբ հետապնդումներ սկսել եւ այլն, այսինքն այն ինչ որ մենք տեսնում ենք մեր միջավայրում, ձեզ համար կարծում եք ընդհանրապես պատահական էր, որ օրինակ Սամվել Կարապետյանին կալանավորեցին, աշխարհի ամենահարուստ, ամենաազդեցիկ հայերից մեկին, մի հարցազրույցում հնչեցրած մտքի համար, որտեղ կոչ չկա, մարդուն կալանքի են տանում։ Կալանավորվածը արդեն ածխծում է, արդեն, չգիտեմ, քանի ամիս է։ Հետևաբար դա ինչ մեսիջ է մնացած բոլորին։ Մնացած բոլոր փոքր նույնիսկ կամ միջին բիզնես ունեցող մարդուն, որ եթե Սամվել Կարապետյանին ինքը կարողանում տանել կալանավորման, քո հարցն ի՞նչ է։ Հարկայինով չճնշվես, այլ միջոցներով կճնշենք։ Կամ սրբազանների կալանավորումը։ Հա, Միքայել Սրբազանը ընդամենը էլի մի հարցազրույց է ունեցել, հարցազրույցի համար մարդուն ձերբակալում են, կալանավորում են։ Հիմա արդեն առաջիկամ հավանաբար արդեն դատավճիռը կլինի։ Եվ բազմաթիվ մարդկանց նկատմամբ մեր գործընկեր Արտուր Սարգսյանը падգամավոր լինելով նրան նորից կալանավորել են կեղծ, բացարձակապես սուտ, որևէ բանի վրա չհիմնված հայտարարությունների հիման վրա։ Հասկանում եք, մարդկանց գաղտնա լսել են երկար ժամանակահատված, իրար կցել են, լրիվ ապատեղեկատվություն են տարածել, որի համար իրենք բոլորը պետք է պատասխանատվության ենթարկեն, որովհետև բազմաթիվ մարդկանց մեղադրել են ամենածանր հանցագործության մեջ, այսպես կոչված ահաբեկչություն իրականացնելու համար, եւ տասնյակից ավել մարդիկ, այս դեպքում կոնկրետ այդ գործի շրջանակներում 18 ինչ ամեղության կանխավարկած, ինչ բան, ոչ ասում էին նույնիսկ ահաբեկչության նախապատրաստություն, ասում էին ահաբեկիչներ էին, մեզ գալ էին գյուլելու էին, բանը, ավտոբուսներ վառելու էին, հիշում եք, չէ՞, այդ բոլոր հայտարարությունները, բա ինչ եղան։ Այդ բոլորը նույնիսկ քնչականի տարածած նյութերով հերքվել են, այդ ամեն ինչը սուտ է եղել։ Հիմա սովորական քաղաքացու այսպես հայացքով նայեք։ Հա, ինքը համաձայն չի այսօրվա տեղի ունեցողի հետ։ Հա, ինքն ասում է, սրանք լրիվ ապազգային են։ Արդեն ամեն ինչը հերն անիծեցին, հիմա պատերազմ են հայտարարել Արարատ լեռան դեմ, մեր բիբլիական սարի դեմ։ Լավ, այսօր կարող են գնալ։ Միևնույն ժամանակ ինքը տեսնում է, թե ինչպիսի ռեպրեսիաներ են տեղի ունենում։ Հետևաբար, եթե իսկապես ստեղծվի մի իրավիճակ, որ հնարավոր լինի մինչև ընտրություններ բեկում մտցնելու եւ իշխանապողություն անելու մենք մի վարքյան չենք վարանելու ու խոսքը սենց ուղակի իմպիչմենտի մասին հայտարարություններ կամ հարցազրույցները չեն կոնկրետ իրավիճակ եւ կոնկրետ գործընթաց մենք այնտեղ մեր ամբողջական մասնակցություն ենք ունենալու եւ նախագահ Քոչարյանն դրա մասին խոսել մենք ենք տարբեր հայտարարություններով հանդես եկել բայց եթե դա չստացվի այո առաջիկայում արդեն ընտրություններն են եւ պետք է ամբողջությամբ նաեւ դրա նախապատրաստական աշխատանքները տանել ուստեղ ոչ թե պետք է քննադատել այլ ընդհակառակը պետք է ասել գնացեք ավելի ակտիվ աշխատեք ինձ թվում է դա ամենամեծ հիմա թիրախը պետք է լինի որտեվ անխուսափելի են ընտրությունները նրանք գալու են իշխանությունը ունի ամբողջական լծակ միշտ իշխանությունները բոլոր ժամանակներում ավելի առաջնային դիրք ունեն հաշվի առնելով ադմինիստրատիվ լծակները այդ ադմինիստրատիվ լծակները ուղղակի այսպես շահագործելու է Նիկոլ Փաշինյանը վարկյան անգամ չենք կասկածում ու հիմիկվանից էլ ես տարբեր մարդկանց հետ շփվում եմ այսօր շատ բիզնեսներից խոսացի բայց իրանցը ամենաակնառուն է էլի գործարար ալիքին ամեն ինչ տանում են դրան հա նախնական պեկը պարտադիր մտնում է հարկայինը մտնում է եւ այլն ու զգում են իրանք էլ զգում են որ ընդհանուր բան այսպես մեսիջն է, որ բան արեք, մի հատ կողմնորոշվեք, հանկարծ ընդդիմադիր որևէ կեցվածք չընդունեք, այսինքն մաքսիմում կարելի է նեյտրալ մնալ, եթե չասենք, որ ուղիղ պետք է աջակցություն հայտնել այս իշխանություններին։ Բայց իրականում, այո, ես կարծում եմ, որ բոլոր ուժերը պետք է տրամադրվեն կարողանան համապատասխան աշխատանքներն անել ընտրություններին մաքսիմում կոնսոլիդացնել իրենց ընտրազանգվածը, բայց եթե միջև էլ հնարավորության այսպես ինչ որ դաշտ բացվի, հնարավորություն բացվի, նաև օգտվել այդ հնարավորությունից։ Պայքարող հիմնական ուժեր այս պայքարությամբ իշխանության թիմը, ձեր թիմը, պատիվ ունեմը եւ միացել է նաև Սամվել Կարապետյանի թիմը։ Շարունակելու եք մնալ նույն թիմում։ Այո, ես իրականում վերջերս շատ եմ այդ բամբասանքը լսել։ Այո, ես լսել եմ դրա համար այդ խոսակցությունները այսպես։ Ես բնականաբար դրանք պաշտոնապես հերքում եմ, դրանք սովորական բամբասանքներ են, ավել չեն քան բամբասանքները։ Հիմա սիրում են տենց տարբեր բամբասանքներ հորինել, տարածել, թող տարածեն։
Ես ենթադրում եմ, որտեղից կարող էր առաջացած լինել այդ բամբասանքը։ Դու գիտեք, որ Սամվել Կարապետյանի պաշտպանություն Սամվել Կարապետյանի հավաք էր կազմակերպված եւ ես այնտեղ որպես ընդդիմադիր գործիչ խոսում էի։ Ես կարող եմ պարզապես ենթադրել, որովհետեւ ուրիշ որևէ անհասկանալի է թե այդ բամբասանքը ինչի հիման վրա պետք է լինի, բայց պատկերացնում եք, ի պաշտպանություն Սամվել Կարապետյանին եմ հանդես եկել, բայց բոլոր տեղերը, ասենք Բագրատ Սրբազանի համար քանի հատ ելույթ կարող է ունեցած լինել, Աճապահյանի մյուսների համար։ Ձեզ ուզում են միշտ ազգային ժողովում տեսնել եւ հավանական բոլոր սցենարներում։ Մեր թիմը բնականաբար ակտիվորեն մասնակցելու է բոլոր գործընթացներին, ինչպես ասացի, այդ թվում նաեւ ընտրություններին, հետեւաբար ես բնականաբար այս ճանապարհով եմ գնալու։ Կրկին, ինչ օրակարգով եք առաջ շարժվելու բացի իշխանափոխությունը։ Դե գիտեք, մեր հիմնական օրակարգը դա է, ներքաղաքական օրակարգը դա է, բայց այդ օրակարգը միշտ քննարկվում է, չէ՞, լավ, եկակ իշխանության հետո։ Հա, հենց դա եմ ասում, այդ օրակարգը ոչ թե վերջնակետն է, այլ ընդհանրապես այն կետն է, որից հետո կարող ես դու իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնք դու ունես։ Մենք բնականաբար թիմով շատ տարբեր հարցեր ենք քննարկում, այս վերջերս ես շատ հաճախ եմ ավելի շատ եմ սկսել ուսումնասիրել, գիտեք ինչ հարց։ Իհարկե կարող է այս բանը անսպասելի թվա, որովհետև հիմնականում անվտանգությունից եմ խոսում, արտաքին քաղաքականությունից, այլ բան ազգային ինքնությանը վերաբերող հարցերից, բայց այս վերջերս հատկապես ավելի շատ սկսել եմ ուսումնասիրել ժողովրդագրության հարցը, որովհետև ես կարծում եմ դա մեր ամենամեծ մարտահրավերներից մեկն է, 44-օրյա պատերազմից հետո ես կարծում եմ այդ խնդիրը միայն ավելի բարդացել է եւ մենք պետք է հասկանանք, թե երիտասարդ ընտանիքներին երիտասարդ մայրերին, ինչպիսի աջակցության ծրագրեր կարող ենք մշակել, որ այդ ժողովրդագրության խնդիրը իսկապես լուծի, որովհետև դու կարող ես ի վերջո հասնել նրան, որ անվտանգության մեխանիզմներ ունենաս, արտաքին քաղաքականությունը նորմալ գծի վրա դնես եւ այլն, բայց քո երկրում ապրող մարդիկ են պետք, պետությունը ուժեղ է իր մարդկանցով։ Եվ մենք լուրջ խնդիր ունենք։ Կարևորը նաև ճիշտ դաստիարակել այդ մարդկանց։ Այո, բայց հələ պետություն ժառանգել։ Այդ միանշանակ ոչ թե հակադրության մեջ եմ դնում, բայց ուզում եմ ասել, որ իսկապես իշխանափոխությունը մեր առաջին խնդիրն է, բայց դրանից հետո բազմաթիվ խնդիրներ, ժողովրդագրությունից մինչև անվտանգություն, բանակի դեմոնտաժը, որ մենք հիմա տեսնում ենք, հավանաբար եթե կուզենաք դրա մասին խոսենք, բանակի դեմոնտաժից մինչև ազգային պետության գաղափարախոսության տոտալ վերացում, այդ մենք ամեն ինչը տեսնում ենք եւ պետք է ուղղակի դրա դեմն առնել։ Ես կարծում եմ դա արդեն կայացած փաստ չի այն ինչ որ հիմա ուզում է անի այս իշխանությունը, ծիլերը գցում են ազգային պետության վերացման, բայց վստահ եմ որ դեռ շատ հեռու են դրանից եւ մենք կարծում եմ կկարողանանք ճիշտ ժամանակին այս գործընթացը կասեցնել։ Հատկապես դեմոնտաժ ասելով ինչը նկատի ունեք այս պահի դրությամբ։ Տեսեք, դե Երևանից է տարածված արդեն քննարկումը Արարատ լեռան հետ կապված։ Օրինակ դուք երբևէ պատկերացրել եք որ պետքա կռիվ գնա Արարատ լեռան Այսպես մեկը դեմ խոսարար, ո՞նց կարելի Արարատ լեռան դեմ ինչ որ բան խոսել։ Լավ, բանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման սցենարով են գնում, կանխատեսելի էր, չէ՞ որ դա պիտի լիներ։ Չէ, ինչի համար էր կանխատեսելի։ Իշխանությունը որոշել է, որ պիտի գնա այդ հարաբերությունների կարգավորմանը, հետեւաբար պահանջներ պիտի լինեին Թուրքիայի կողմից։ Այնքան պահանջներ են եղել, որ իրականացվել են։ Այնքան դեռ կլինեն գուցե։ Հասկանում եք, դե լավ, թող մեզ ասեն որն է վերջին։ Եթե հարցի ինձ էր։ Որն է վերջին պահանջը, որ դրվելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, եւ այս իշխանություններն իրականացնեն։ Թող մեզ ասեն վերջինը որն է։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար տասնյակ տարիներ քննարկումներ ա տեղի ունեցել։ Մեկի մտքովը չի անցել, որ կարող է Արարատի հետ կապված նման հարց առաջանա։ Ոչ մեկի մոտ չի առաջացել այդ խնդիրը։ Թուրքիան հիմնական նախապայմանը դնում էր Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, իր բոլոր նախապայմաններով։ Այդ ամեն ինչը իրականացրել եք։ Ասել է անխոչնդոտ ճանապարհ պետք է տակա Նախիջևանը Ադրբեջանին կապող, անխոչնդոտ ճանապարհը տվել է, Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում։ Ինչ պահանջ ունեցել է Ալիևը, բոլորն իրականացվել է։ Հիմա արդեն հասել են խորհրդանշական ինքնությանը վերաբերող տարերին։ Մեզ որպես ազգ փորձում են դեմոնտաժել, որ այստեղ ապրեն ուղակի մարդիկ, ում կարող է վերջում ստիպեն Յան ազգանունից Յանն էլ արդեն հանեն, որովհետև դա էլ հայկականության բանա, որոշակի տարա, որտեղ մենք բոլորս հիմնականում մեծամասամբ Յան ազգանունը, չէ՞, ունենք, կարող է դա էլ հանեն, որ այդ տարբերակումն էլ չմտնի։ Տեսեք, հայոց պատմություն դառնում է Հայաստանի պատմություն, որտեղ այս տարածքը միայն հայերի մասին չի, այստեղ նաև այլ ազգերի մասին պետքա պատմություն կերտվի։ Եվ այսպես շարունակ, այսինքն այս շատ ակնհայտ բան է, էլի։ Ես իսկապես երբեք չեմ պատկերացրել, որ պետքա խոսեմ նրա մասին, որ պետքա պաշտպանեմ Արարատ լեռան մեր ինքնության մաս կազմելու հանգամանքը,
Դուք գիտեք, որ ես Կապանից եմ։ Այո։ Օրինակ Խուստուփը ինձ համար հատուկ նշանակություն ունի։ Հայաստանի բոլոր լեռներից Խուստուփը ինձ համար յուրահատուկ է։ Մեր տան պատին Խուստուփի նկարն է կախված, իմ աշխատասենյակում Խուստուփն է կախված, որտեղ դա ինձ ամենահոգեհարազատն է։ Ես ամեն օր արթնացել եմ, այդ պատկերն եմ տեսել Խուստուփի։ Բայց ո՞նց կարելի է իմ մեջից հանել ու դա հակադրության մեջ դնել Արարատի հետ։ Արարատը բիբլիական լեռ է։ Մենք էլ քրիստոնեական առաջին ազգն ենք։ Մեր քրիստոնեական ինքնության անբաժան տարրն է։ Մեզանից հանիր այդ քրիստոնեական տարրը, մեր ինքնության տարրերը, մեր պատմությունը։ Տակը հայ մարդուն ի՞նչն է նկարագրում։ Ես ու դու, ինձ ու ձեզ, ի՞նչն է ուրիշ միավոր։ Մի հատ ասեք էլի, նույն տարածքում ապրող մարդիկ մարդկանց միավորը մենակ կենցաղը չի, ուտել խմելը չի, ռեստորանն ու այո, կենացը չի։ Մեզ բոլորիս, որպես հայերի, ինչ որ բաներ պետք է չէ միավորվեն։ Ինչպես յուրաքանչյուր ազգի համար միավորող մի քանի սկզբունքային կետեր կան։ Կարանք մենք պայմանավորվենք, որ այդ սկզբունքային կետերը չի կարելի ապամոնտաժել։ Դա նույնն է, որ ասես ես ուզում եմ պատս չգիտեմ, մեր տան պատը գեղեցիկ ինչպիսի տեսք ունենա, չգիտեմ, ջահը այսպիսին լինի, չեխական սպասք լինի կամ ճապոնական եւ այլն, բայց դնես ու տանը ֆունդամենտը քանդես։ Այդ քանի գրոշի արժեք կունենա քո ջահը, քո սպասքը, քո պատը, ոչ մի նշանակություն չի ունենա, եթե դու քո ֆունդամենտն ես քանդում։ Այ պատ ասեցիք, հիշեցի, որ ամսի 15-ին համապարփակ անվտանգություն եւ դիմակայություն 2025 միջազգային համաժողովներ, որի ընթացքում ուղիղ չմեջբերեմ խոսքը, բայց երկրի վարչապետը նշում էր, որ պիտի քոտան պատին այնպիսի նկարներ կախված լինեն, որոնք հանկարծ չնյարդայնացնեն հարևանին եւ դա վերահաստատեց նաեւ անվտանգության խորհրդի քարտուղարը։ Այ ինչ կասեք սրա մասին, Տիկին Գրիգորյան, ես անկեղծ ասած չգիտեմ ինչպես կարելի է մեկնաբանել, ինչու պիտի քոտան պատը դուր գա հարևանին եւ ինչու պիտի դու հարաբերություններդ կառուցես այդ ֆոնին, որ ամեն ինչ բոլորին դուր գա, բայց քեզ հարմար չլինի։ Ես էլ անկեղծ ասած դա չեմ հասկանում եւ երբ ասում եմ մեր տան պատին պետք է այնպիսի նկար կախված չլինի, որ դուր չգա հարևանին, այսինքն նկատի ունեն Արարատ լեռան մասին, չէ՞։ Արարատ լեռը նկատի ունեն հավանաբար։ Դե այս պահին գուցե Արարատ լեռը։ Բայց մի բան հարցնեմ, էլի, մենք որտեղով գնում ենք, մենք Արարատը տեսնում ենք։ Երևանի քանի կետից կարելի է գնալ ու շքեղ տեսարանը տեսնել։ Արգելելու եք մեզ սրանից հետո Արարատ լեռանը նայել։ Իսկապես մի հատ վարակույր քաշեք, հանգստացեք։ Կամ օրեք ընդունեք, որ 3 վայրկյանից ավել Արարատին նայելը դա հանցագործություն է, զանցանք է, պետք է պատասխան տակ դրա համար։ Դա ինչքան կարելի է, ասենց ստորացած ինչքան կարելի է լինել։ Իսկ ինչի մեզ դուր է գալիս Բաքվում օրինակ տեղի ունեցող դատավարությունը։ Բա քանի անգամ եք դրա մասին խոսում։ Բա եթե Ալիևին կամ Էրդողանին դուր չի գալիս, որ մենք մեր ինքնության մասը Արարատ լեռը եւ մեր ինքնությունը պետքա տրորել, պոլիշոր սարքել, ոտերը վրայով անցնել։ Բա կարող է մեզ էլ դուր չի գալիս, որ մեր հայրենակիցները դատվում են։ Բա դրանից ավելի ստորացուցիչ բան կա մեզ համար։ Երբ քո հայրենակիցը անկախ նրանից դու ում ոնց ես վերաբերվում, քո հայրենակիցը Բաքվի դանտում խոշտանգվում է։ Ու դու պետություն ես։ Դու որպես պետություն նրանց անձնագիր ես տվել։ Անձնագրի վերջում գրած է, որ այդ մարդը գտնվում է քո պատասխանատվության ներքո։ Եվ հիմա մեզ էլ լիքը բան կա, որ դուր չի գալիս։ Դուք բացեք ադրբեջանական դասագրքերը կարդացեք։ Ադրբեջանական դասագրքերը կարդացեք, իրենց հիմնական խոսույթը տեսեք, հակահայկական իրենց մոտեցումները, մեզ էլ շատ բան դուր չի գալիս։ Այն որ գրված է նախաստորագրության մեջ խաղաղության այդ փաստաթղթի, որ միմյանց հանդեպ այդ ատելությունը վերանում է, թշնամանքը վերանում է, կարծում եք, եթե անգամ ստորագրվի այդ փաստաթուղթը, հնարավոր կլինի թշնամի պետությունում կանխել դա։ Ես վստահ եմ, որ մեխանիզմներով։ Նույնիսկ ծիծաղալու է, որովհետև հնարավոր չի այդ միայն այդ թղթով կանխել այն խոսույթը, որ հիմա կա Ադրբեջանում։ Դա իրենց պետական քաղաքականությունն է։ Իրենց պետական որպես քաղաքականություն մշակել են դա։ Ալիևը վերջերս այդ ստորագրելուց հետո, հասկանում եք, ստորագրելուց հետո հարցազրույց է տալիս, մեր ժողովրդին անվանում է հիվանդ։ Ասում է, այս մարդիկ հիվանդ մարդիկ են։ Իրանց ընկալումները մեր մասին այդպիսին են, դասագրքերը այդ ելակետից են գրվում։ Իրենց քաղաքական միտքը այդ ելակետից է ձևավորվում։ Այո, Նիկոլ Փաշինյանը իր հավատարմությունը հայտնել է, որ մենք մեր երկրում ռևանշիզմը
թե դա ինչ ոնց կձևակերպվի, այսինքն թե որ գործողությունը կձևակերպվի որպես ռևանշիզմ, ինքը դրա դեմն առնում է, այսպես ասած, որովհետև դա է պատճառը, որ այսօր Սրբազաններ են կալանավորված, Սամվել Կարապետյանը կալանավորված, Արտուր Սարգսյանն է կալանավորված, Լիդիա Մանթաշյան, այս բոլոր մարդկանց կալանավորումը այդ հոդվածի ներքո է։ Միայն դա է, որտեղ այդ մարդիկ խոսել են Արցախի մասին, ասել են Թուրքիայի հետ հարաբերությունները նվաստացման պայմաններով չպետք է լինեն, առանց այն էլ բավարար զիջումների գնացել ենք։ Չի կարա արդեն, հասկանում եք, հողի վրա զիջումներս ամեն ինչ արել ես, հիմա անցել ես քո մարդ էությանը արդեն sense ոտնահարելով։ Կրկնում եմ, մեզանից վերացրեք այդ ամեն ինչը, տակը ինչ է մնալու։ Տակը ինչ է մեզ բոլոր հայերիս, ինչն է միավորում։ Լավ, Արցախը այլևս չի միավորում, ասում եք Արցախը Ադրբեջանը եւ վերջ, Շուշին դժգույնը դժբախտը։ Արադ բիբլիական լեռը, մեր քրիստոնեական ինքնության մաս։ Էդ էլ տարեք հերու, մենք դրա հետ կապ չունենք։ Ինչն է մեզ միավորում։ Եթե դրա փոխարեն իրանք անունը դնում են իրական Հայաստան, այսինքն այս տարածքով խոսքը տարածքի մասին չի, այս տարածքում պետքա ուտել, խմել, կյանքը վայելել, դա գաղափարախոսություն չի։ Դա չի կարա պետական գաղափարախոսություն լինի, պետական քաղաքականություն լինի։ Այո, կառավարությունը պետքա ջանքեր գործադրի, որ մեզանից յուրաքանչյուրը ունենա լավ աշխատանքի հնարավորություն, լավ կրթության հնարավորություն, լավ ապրելու հնարավորություն։ Այո, դա կառավարության ուղիղ պարտականությունն է, բայց դրանից անդին պետական մտածողություն կա եւ պետական քաղաքականություն կա, որ պետքա ուղղակի տարվի, իսկ հիմա հակառակն է, ուղղակի դեմոնտաժվում է դա։ Տիկին Գրիգորյան, իսկ դուք ո՞նց եք պատկերացնում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա ընթացքը, եթե այս թիմը չլինի իշխանության։ Միացյալ Նահանգներում արդեն ստորագրված հռչակագիր կա, ինչ պիտի անել դրա հետ։ Արդեն ստորագրված փաստաթուղթ կա ու որքանով երեք Ֆիդան էլ հայտարարել է, որ չի բացառում, որ առաջիկայում նաև կստորագրվի։ Իրական նախաստորագրված առաջին կեսին, եթե չեմ սխալվում։ Նախաստորագրված պայմանագիրը իրավական որևէ ուժ չունի, բայց այստեղ էլ շատ կտրուկ հայտարարություններ անել, որ դա ոչ մի բան պետքա չեղարկել եւ այլն, ես կարծում եմ ուղղակի պետքա մտածել, թե ինչպես կարելի է հասնել նրան, որ այն հիմնարար խնդիրները, որ մենք ունենք Ադրբեջանի հետ, դրանք եւս լուծում ստանան, որովհետեւ չի կարող խաղաղություն լինել, եթե մի կողմը տալիս է ամեն ինչ, մյուս կողմը ոչ կարող խաղաղություն լինել, քանի դեռ գերիները չեն վերադարձել։ Հիմա Մոնիկա, ցանկացած մեկը, որ մեզ լսում է, թող իրեն այդ հարցի պատասխանը տա։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում նույնիսկ Մինսկի խումբը չեղարկել, երբ ասում էր դա կանի, եթե ստորագրվի պայմանագիր, այսինքն այդ զիջումը մի բան էլ առաջ է ընկել, շուտ է արել։ Ինչու է անխոչնդոտ ճանապարհ տվել Ադրբեջանին ու դիմացը ոչինչ չի ստացել, հասկանում եք, ոչինչ։ Իրեն գնացել են մի մարդու մոտ, խոսքը Տրամպի մասին, ով քրիստոնեական արժեքների գրող է, ում համար վստահաբար անընդունելի է գերիների առկայությունը։ Լավ, կարելի է, չէ՞, Տրամպի ադմինիստրացիայի հետ։ Դե ասում են ասել դրա մասին։ Չէ, բա որ ասվել էր հաստատ, ես վստահ եմ, որ իսկապես Տրամպը այն մարդն է, ով կարող էր այդ խնդիրը լուծել։ Դուք տեսաք, չի Ալիևը ոնց էր քծնում, շոկորթում, այդ մի հատ խայտարակ տեսարաններ։ Դուք պատկերացնում եք Տրամպը ասեր՝ մի րոպե, մենք եթե խաղաղության ենք գնում, նշանակում է դուք պետքա գերիների վերադարձնեք։ Տեսեք, Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները այդքան պատերազմական իրավիճակում գերիների վերադարձը իրականացնում են, որովհետեւ այո, երկկողմանի ճնշումներ կան այդ մասով։ Ես վստահ եմ, եթե այդ աշխատանքը տարվեր, Տրամպի ազդեցությամբ հնարավոր էր գերիների վերադարձ։ Հատկապես կրկնում եմ, այս բազմաթիվ զիջումները դու արդեն արել ես։ Լավ, ո՞նց քո գերիներին չվերադարձնես։ Դու ո՞նց ես ասում, որ այսօրվանից խաղաղությունը, այս մեր գործընկեր Գեգամ Մանուկյանը շատ տպավորիչ մի ելույթ է ունենում ազգային ժողովում խաղաղության թեմայով։ Դուք գիտեք, որ Գեգամ Մանուկյանի եղբայրը եւս գտնվում է Բաքվի բանտում։ Արցախի օկուպացիայից հետո նա եւս գերեվարվել էր, պատանդարվել էր եւ Գեգամ Մանուկյանն այդ նախադասությունը ասում շատ ազդեցիկ, ասում է եկեք մեր տուն եւ իմ մամային համոզեք, որ խաղաղությունը եկել է։ Լավ, դուք ոնց եք այդքան ու տենց ցինիզմով, ձեզանից գոհ, որ խաղաղությունն եկել է, ոնց եք դուք նայելու գերիների հարազատների աչքերին ու ասեք խաղաղությունը եկել է։ Բայց դուք գնացեք անհետ կորածների հարազատների աչքերին նայեք ու ասեք խաղաղությունը եկել է, այն պարագայում, երբ Ալիևը չի թողնու, որ իր տարածքում գոնե աշխատանքներ տանենք, մեր անհետ կորածների մասունքները կարողանանք գտնել։ Դուք ոնց եք ասում խաղաղությունը եկել է, գնացեք ներքին հանդում այդ նույն բանն ասեք։ Մարդիկ իրենց գերեզմանոցներ չեն կարողանում գնալ, իրենց հարազատներին ծաղիկներ չեն կարողանում տանել դնել։
Գոնե ասեն, չի բանա, չէ, մտածողություն էլա, գոնե ասեն աշխատում ենք այդ ուղղությամբ, չէ, ասում են արդեն եկել է։ Բայց sense խաղաղություն ում է պետք, sense բանը մուտացված, զզվելի տիպի խաղաղություն։ Երբ մշտապես ընդդիմադիր գործիչներին հարցնում եմ, ինչու չեք բանակցում, ինչու քննարկումներ չեն տեղի ունենում, միշտ այդ պատասխանն եմ լսում իշխանության հետ, իշխող թիմի հետ։ Միշտ այդ պատասխանն է, որ հնարավոր չէ նրանց հետ ոչինչ քննարկել, որովհետև նրանց գաղափարախոսությունը այլ է, տարբերվում է, ընդհանուր հայտարարի գալ հնարավոր չէ։ Բայց դուք նրանց մոտ կանգնած եղել եք Տիկին Գրիգորյան, արդյոք այնպիսին էր, ինչպիսին հիմա է այդ գաղափարախոսությունը, թե 20 թվականից հետո բացարձակ փոխվել է, գլխի վրա շուռ է եկել։ Նախ ես հիշում եմ, որ կոնկրետ բանի Արցախի հետ կապված դուք հիշում եք, որ կար հայտնի հայտարարություն Արցախը Հայաստանը եւ վերջ։ Իրականում իմ ասելով չէ, որ դուք դատեք, թե ինչպես են իրենք մտածել։ Դուք վերցրեք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները նայեք։ Մինչև 18 թվականին, ես հիշում եմ այդ ժամանակ 18 թվականի ժամանակ էլ այդ հայտարարությունները շատ էին, որ գալիս է հողերը հանձնելու եւ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ ելույթներում իր ասում է, որ նման բան չկա, հա, այդ սուտ է եւ ինքը պնդում էր, որ Արցախն իր համար արժեք է, տեսեք իր նկարները այնտեղից, իր որդին է գնացել Արցախում ծառայելու։ Եթե Արցախը երբեք արժեք չի եղել, իր որդին խիա գնացել Արցախում ծառայելու։ Հասկանում եք, ոչ թե ինձ որ հարցնում եք դուք այնտեղ եք եղել, ինչ են կարծում, դա իմ կարծիքը մինա եք, վերցրեք իր հրապարակային հայտարարությունները։ Բայց ես կարծում եմ ու այն ինչ որ ամեն ինչի չէ որ հանրայնացվում է։ Դե ես չեմ ստիպում ձեզ ամեն դեպքում հանրայնացնել կուլիսային խոսակցությունները։ Ես կուլիսային խոսակցությունների ներկա չեմ եղել, որ հանրայնացնեմ, ես քաղաքական թիմի անդամ չեմ եղել։ Ես երբեք քպայական չեմ եղել։ Ես եղել եմ մարդ, ով կարծել է, որ ընտրություններից հետո ես իմ ներդրումը կարող եմ ունենալ ինչ որ մի բան փոխելու հարցում, իմ փոքր ներդրումը, իմ հնարավորությունների սահմանը, բայց ինձ ասել այնտեղ կուլիսային քննարկումներ բան չէ, նման բան չի եղել։ Բայց Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները բոլորից են հայտնի եւ Նիկոլ Փաշինյանը ամենամեծ հանցագործությունը, որ իրականացրել է, դրա մասին վերջերս խոստովանել է։ Սա բոլոր հնարավոր առիթներով ես դրա մասին խոսել եմ, բազմաթիվ մարդիկ են խոսել, այնպես չի որ նոր բան է։ Անկախության հռչակագրի օրվան նվիրված ինքը մի հայտնի ուղերձ է գրում, որտեղ ասում է, որ կար մեծ հաշվով, եթե ասենց պարզեցնենք, ասում է պատերազմ կամ զիջումներ։ Ասում է ես զիջումների ճանապարհով չգնացի, որն անխուսափելիորեն բերեց պատերազմին։ Հասկանում եք, մարդը գիտակցել է, որ եթե ինքը զիջումների չգնա, եթե ինքը իր արժև դրված բանակցային փաթեթով առաջ չգնա, լինելու է պատերազմ։ Ու ինքը ընտրել է պատերազմը, շատ լավ գիտակցելով այդ պատերազմի ելքը, որը պետք է լինի։ Իսկ ընդունելի կլիներ այդ մյուս տարբերակը, զիջումները գնալ։ Այսինքն ավելի ընդունելի կլինի այս տարբերակը, բայց ցանկացած տարբերակ, որ դե իհարկե շատ ավելի լավ է առանց պատերազմի գոնե հարցին որևէ լուծում տալ։ Չէ, այսինքն որևէ տարբերակ, որ բացի պատերազմը, այդ բարձա չէ, որ ավելի ընկալելի կլիներ, մենք հաղթած դիրքերում ենք։ Հիմա ինչ է ստացվել։ Հազարավոր տղաներ զոհվել են հանուն ոչինչի։ Ինքը ընտրել է պատերազմի տարբերակը, մեզ տարել է պարտության, լավ հասկանալով, որ սա պարտության ճանապարհ է։ Ինքը հոգիտեր մեր ռազմական բանը կարողություններն ինչպիսին են։ Օնի Գասպարյանը իրեն հոզեկուցել էր, որ 4 օրից ավել չենք կարող դիմակայել։ Իսկ ինչու էր այդպիսին։ Դե հիմա ինքը խոստովանում է, բայց էր խոսվում, որ մենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից ենք։ Դե հիմա տեսեք, ինքը ես հիմա ինչի մասին։ Ես հիմա այսպես հետահայաց որ նայում եմ, արդեն ոչ թե կոնսպիրոլոգիայի տեսանկյունից եմ դատում, այլ ավելի տրամաբանական եւ հողի վրա իրողություններ եմ տեսնում։ Ինքը գնաց կանչեց Արցախը Հայաստանը եւ վերջ, իմանալով թե դա ինչ խնդիր է առաջացնելու մեզ համար։ Հետո եղավ Տավուշյան մարտերը մի դիրքում առավելություն ստանալու համար ինքը մի մեծ սարդարապատ է անում, ազգային հերոսի կոչումներ է տալիս եւ այլն, որից հետո Զորաբ Մնացականյանը այն ժամանակ արտաքին գործերի նախարար ասում է խաղաղ բանակցությունների էջը դրանով փակվեց։ Ինչ է Նիկոլ Փաշինյանը, այո, ինքը Նիկոլ Փաշինյանը չէր գիտակցում, որ դա այդպես է լինելու, իսկ միգուցե իսկապես ինքը ընտրել էր պատերազմի ճանապարհը եւ պետք է արագացներ եւ պետք է հնարավորություն տար Ալիևին, որպեսզի այդ գործողությունների գնար, թե չէ Ալիևին այդքան հեշտ, իրականում հեշտ չի ուղղակի ագրեսիա սկսելը։ Այն ժամանակ էլ դեռ չկար ուկրաինական պատերազմ, ուժերի բալանսը մի փոքր այլ էր մեր տարածաշրջանում, հենց այնպես գնալ պատերազմի այդքան էլ հեշտ բան չէր։
բայց ինքը բոլոր կոզրները փաստացի էսպես տվել է, ու վերջում ասել է ես ընտրել եմ պատերազմի ճանապարհը, որը նշանակում է հազարավոր տղաների կյանքի զոհաբերում, արդյունքում ոչինչ չունենալու, բայց ինչ ստացանք։ Հիմա այդ պատերազմից հետո մեր ժողովուրդը վախեցած։ Տիկին Գրիգորյան, տեսեք, այդ դեպքում էլ ասելու էին առանց որևէ կրակոցի վերցրեցին եւ մեկ ստորագրությամբ հանձնեցին ամեն ինչ։ Եթե ինքը գար եւ ներկայացներ, որ կարգավորումը սա է ենթադրում, նա է ենթադրում, ի վերջո ինքը միակը չէր, էլի իրենց առաջ բոլոր բանակցողներն էլ բանակցել են փող զիջումային տարբերակ, որը ենթադրում էր որոշակի տարածքների զիջում։ Բոլորը 30-ով են տալիս, բոլորը, չէ։ 30-ով են տալիս բանակցային այդ փաթեթները, անդադար։ Ով է ում 30-ով տալիս։ Իշխանությունը անդիմությանը իշխանությունը 30-ի եւ իշխանության սատարողները ժողովրդի մի հատվածը կարող ենք նաեւ ասել անդադար այդ խոսակցությունները պատտվում են այ որ դուք էսպես չբանակցեիք այս փաթեթները վատն էին դուք բերեցիք այս պատերազմին այդ խոսակցությունները շարունակվում են մինչեւ այս պահը 19 թվականին եղել է նոր փաթեթ Նիկոլ Փաշինյանը պետք է առաջնորդվեր այդ նոր բանակցային փաթեթով ինքը պետք է չընտրեր պատերազմ, որտեղ ինքը ուղակի մոդերատորի դիրքավորում ուներ։ Մարդը ոչ մի բան չի հասկանում բանակից, բանակում չի ծառայել, չգիտի պատերազմը ոնց պետք է վարել։ Ինքը հետագայում էլ խոստովանում, ասում է ես մոդերատոր էի, կանչում էի, ասում էի դու ինչ կարծիք ես, դե որոշեք ինչ եք անում։ Ինքը մոդերատոր էր, հասկանում եք, ինքը իրավիճակին չէր տիրապետում, որ ասես գոնե այնպիսի հմուտ ռազմական գործիչ էր, որ որոշել է պատերազմ, որ պատերազմով հարցը պետք է լուծվի, այնտեղ պաշտպանության նախարարել ունենք, չէ, որ ասում էր նոր տարածքներ, նոր պատերազմ, նոր տարածքներ, այնց միգուցե իրանք այսպես տանդեմով որոշել էին, որ նոր պատերազմ, նոր հնարավորություններ, այդ միգուցե այնց, բայց պատկերացնում եք, չէ, ովքեր էին իրանք։ Նիկոլ Փաշինյանը թարապես գաղափար չունի պատերազմից, ռազմական գործից եւ այլն։ Եվ սա ուղղակի արդարացում չունի, հասկանում եք, սա մենք իրավական երկրում ապրեինք։ Նիկոլ Փաշինյանը տեղում պետք է կալանավորեր այս հայտարարության համար։ Նմանատիպ հայտարարություն ինքը նախկինում էլ է արել, որ մենք կարող ենք ունենալ նույն ելքը առանց զոհերի, այդ ժամանակ հիշում եք, որ կար Արցախ, մարդիկ ապրում էին Արցախում, այո, Հադրութը Շուշին օկուպացված էին, բայց մարդիկ դեռ ապրում էին 100,000-ավոր, մարդիկ ապրում էին Արցախում, չէ։ Այդ ժամանակ ասում էր կարող ենք ունենալ նույն իրավիճակը առանց զոհերի։ Հիմա Արցախն էլ է տվել ամբողջությամբ ամեն ինչ, նույնիսկ արցախցիների վերադարձի, գույքային իրավունք, այլ իրավունքներ, ոչ մի իրավունքի քննարկում չի գնում։ Այս համատեքստում էլ ինչ ասես, մարդը ընտրել է մի ժամանակ արդեն ընտրել է պատերազմը։ Հիմա ասում է ես ես տանում եմ խաղաղության։ Մարդ որ մեզ տարել է պատերազմի, ջախջախել է, մեր մեքենան տարել է, խփել է այս պատին, այն պատին, տակը բան չի թողել, ասում է ես ես հիմա տանում եմ խաղաղության։ Ոնց ես տանում։ Հիմա էլ այն մնացած մեջի բաներն է ջարդում, հասկանում եք, մի անգամ պատերազմով կողքի ինչ եղել չեղել ջարդել է, հիմա ներսի ամեն ինչն է ջարդում, բան չի թողնում, որի վրա մարդը կարա ոտքը հենի, ասի ես հայ եմ ու ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում։ Բայց այնպիսի տպավորություն չստեղծվի, չէ, իրանք փորձում են սովորաբար դա փաթեթավորել, որ ընդդիմությունն ուզում է պատերազմ։ Նորմալ բանական մարդ կա, որ կուզենա պատերազմ, բացի Նիկոլ Փաշինյանից, փաստացի ինքը ընտրել է պատերազմը։ Կամ ասում են, այ դուք Արարատ լեռան մասին որ խոսում եք, չեք հասկանում, որ դա տարածքային պահանջ է։ 30 տարի ով է տարածքային պահանջ ներկայացրել Թուրքիային։ Ես ու դուք Արարատը միշտ մեր ինքնության մասն ենք համարել, բայց մտածել ենք, որ հեսա գնում ենք Արարատ ուժով բերելու։ Եթե պարզա չէ, նայում ես քարտեզին, նայում ես քո հնարավորություններին եւ համապատասխան որոշումն ես կայացնում, ոչ մի իշխանություն, ոչ մի ընդդիմություն երբեք դրա մասին չեն խոսել։ Հետևաբար մեզ վրա վաճառել այն, որ բա դուք այդպես տարածքային պահանջներ եք ունեցել, երբևէ տարածքային պահանջ չի եղել Թուրքիայի նկատմամբ, բայց դա խանգարում է ինձ Արարատի ինքնության մաս համարելը։ Չի խանգարում։ Ես կարող եմ ռացիոնալ մտածել, որ ես Թուրքիայի նկատմամբ պահանջներ չեմ կարող ունենալ եւ Արարատը չեմ կարող հետ բերել, բայց ինձանից ինչի եք խլում։ Իմ ինքնության մի մասը, իմ երազի մի մասը, որ ինձ չի խանգարում ռացիոնալ որոշում կայացնել։ Դե ամեն դեպքում, եթե մարդը որոշում չունենա, կարծում եմ իրենից երբեք չեն կարող դա խլել։ Հա, բայց հիմա այդ համատարած քարոզը դուք չեք տեսնում, այդ համատարած քարոզը։ Դե թող փորձություն դառնա հայազգի համար, թող պայքարեն ովքեր են իսկական հայերը։ Այո, ու ես ասում եմ, որ հիմա որոշում կայացնելու ժամանակն է, եւ պետք է ապացուցել Նիկոլ Փաշինյանին, որ ինքը չի կարող մեր կոդից կտրել, մեզ դարձնել ուղակի մարդիկ, ովքեր պետք է մտածեն միայն ուտել խմելու, կոֆե խմելու, ասենց ոտը ոտի գցելու, վայելքի մասին։ Եթե կոդից կտրեն, ուրեմն հայ չեն։ Ես դա եմ հասկանում։
եթե կոդից կտրելը ստացվի։ Չէ, իրականում հիմնական քաղաքականություն տանողները իշխանությունը կարողանում է եւ ազդեցություն ունենալ, շատ դժվար է։ Օրինակ, իրականում կոդից կտրելը շատ դժվար է, բայց եթե ասենց անընդհատ այդ քարոզը տանում է, հետեւողական այդ քարոզը իրականացվում է, միգուցե ինչ որ փուլում դա կարողանա ազդեցություն ունենալ։ Ես կուզենամ, որ մենք թույլ չտանք դա անել, մենք մեր մասով ամեն ինչ անելու ենք դա թույլ չտալու համար։ Սա հերթական փորձաքարն է եւ պետքա պատվով դուրս գալ։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես։ Թարմ ուղեղով զրույցն էիք դիտում եւ լսում Գործարալիքի եթերում, առաջին խոսափողի մոտ Աննա Գրիգորյանն էր, Հայաստան խմբակցության падգամավոր, իսկ ցես համար առաջին խոսափողի մոտ Մոնիկա Մամյանը աշխատեց, շարունակեք հետևել մեզ, լսել Թարմ ուղեղով զրույցները, կհանդիպենք։